Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ, դուք միացել եք 106.5 հաճախականությանը, ես Գայա Ասոյանն եմ։ Այսօր թարմ ուղեղով մեր զրուցակիցը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իսրայելի կառավարությունը սկսել է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ ինչու է հենց այս շրջանում Իսրայելը որոշել կրկին բարձրացնել այս թեման, առհասարակ ինչ խնդիրներ է փորձում լուծել կամ հակառակը ինչ խնդիրներ է փորձում ստեղծել այս թեման կրկին քաղաքականության օրակարգ բերելով։ Շնորհակալ եմ, հաշվի առնելով Իսրայելում հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի ակտիվացման ողջ պատմությունը, ժամանակային առումով դա մեկ հիմնավորում ունի, այսինքն Թուրքիայի հետ լարվածության ժամանակաշրջանը, շրջափուլը եւ ներկայում նմանատիպ մի շրջափուլ է, երբ Իսրայելը փորձում է գործի դնել հնարավոր բոլոր գործիքները Թուրքիայից անընդհատ չդադարող, իսկ վերջին շրջանում ավելի ու ավելի կտրուկացող եւ ավելի հաճախակի դարձած մեղադրանքները Գազայում, Գազայի հատվածում Իսրայելի վարած քաղաքականության հետ կապված։ Ներկայում այդ շրջափուլն է 2023 թվականից սկսած, այս շրջափուլը ակտիվացել է 2023 թվականից սկսած, երբ որ Իսրայելը սկսեց ռազմական գործողություն Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ եւ չնայած 2025-ի աշնանը Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադար էր հաստատվել Գազայի հատվածում, Իսրայելը պարբերաբար շարունակում է ռազմական գործողությունները այդ ուրեմն շրջանում եւ մինչ այժմ պատճառ է դարձել 72,000 պաղեստինցիների սպանության, մահվան եւ 100,000-ավորների գաղթի, եւ ներկայում իրենց օրակարգում չեն էլ թաքցնում Իսրայելի պաշտոնյաները, որ Գազայի հատվածը ամբողջովին օկուպացնելու նպատակ են հետապնդում։ Դրան զուգահեռ իհարկե գիտենք, որ տարածաշրջանում ընթանում են բանակցություններ Միացյալ Նահանգների Իրանի միջև հրադադարի հետ կապված եւ Իսրայելը Լիբանանում իր գործողություններով փորձում է նաեւ խոչընդոտել այդ գործարքի իրականացմանը, դրանով իսկ տարածաշրջանում պահպանել լարվածությունը եւ թուրքական կողմը այս երկու թեմաներով պայմանավորված անընդհատ քննադատում է Իսրայելին, Իսրայելի գործող կառավարությանը եւ վարչապետին, որին պատասխանել իսրայելական կողմը կրկին օրակարգ է բերել հայոց ցեղասպանության ճանաչման թեման, բայց ի տարբերություն նախորդ դեպքերի այս անգամ ճանաչման ամենաբարձր մակարդակն է ոչ լիարժեք եւ ամբողջական ճանաչում, քանի որ Իսրայելը խորհրդանական երկիր է։ Այո, պետք է Քնեսեթում քննարկվի հարցը, պետք է լիագումար նիստում ընդունվի։ Եվ գիտեք, մի շատ կարևոր բան կա ներեցեք ընդհատելու համար, կարծես թե այս նախագիծը Քնեսեթ գնում է այն ժամանակահատվածում, երբ որ Քնեսեթը գնում է արձակուրդ։ Այսինքն ինստինկտիվ երկարաձգվում է այս գործընթացը։ Հենց այստեղ է, որ որոշակի այսպես կասկածներ կան, որ այս անգամ եւս գուցե գործընթացը ավարտին չհասցվի։ Գիտեք, ամեն ինչ պայմանավորված է առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր զարգացումներով։ Ես երրորդ ժամանակային հիմնավորում էլ ունեմ, վերջինորեն ակտիվացել են խոսակցություններ այն մասին, որ Միացյալ Նահանգները որոշել է այնուամենայնիվ Թուրքիային վաճառել F-35 կործանիչները եւ կամ ուրեմն թուրքական կան կործանիչների համար շարժիչներ վաճառել։ Իսկ սա բավականաչափ զգայուն խնդիր է Իսրայելի համար, քանի որ տարածաշրջանում իր անվտանգությունը եւ հավակնություններն ապահովելու համար Իսրայելը ձգտում է օդային գերակայության։ Այս պահին ուրեմն այդ գերակայությունը ունի Իսրայելը, եւ եթե Թուրքիան հաջողվի ձեռք բերել այդ կործանիչները, զգալիորեն այդ հավասարակշռությունը կխախտվի։ Եվ առաջիկա օրերին, քանի որ ակնկալում է Դոնալդ Թրամփի այցը Թուրքիա, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այո, գուցե նաև այս խնդիրն է փորձառում օրակարգ բերել, այսինքն գործարքի միջոցով խոչընդոտել, որպեսզի այդ վաճառքը տեղի ունենա։ Հիմա տեսեք, եթե չեմ սխալվում, 3 արդեն նախ կառավարության ընդունումից հետո երկուշաբթի օրը Իսրայելի արտգործնախարարը Քնեսեթում դիմել էր պատգամավորներին, որպեսզի հարցը ներառվի լիագումար նիստում։ Այո։ Այսինքն ենթադրվում է, որ եթե
որևէ լուրջ խոչընդոտ չլինի կամ լինի քաղաքական կամք, արդեն հաջորդ շաբաթ հնարավոր որպեսզի հարցը դրվի քննարկման։ Իսկ եթե կողմերը, այս իսրայելական կողմը ունենա հստակ դիրքորոշում ճանաչելու, կարծում դա հնարավոր կլինի կհասցնի։ Եթե ոչ, կգտնեն տարբեր պատճառներ, պարզ, օրինակ, ընդհանցակարգային խնդիրներ կառաջացնեն, ենթադրենք այդ անհրաժեշտ ձայների քանակը չհավաքվի եւ ուրեմն այդպես էլ լիագումար նիստ չի կանա կամ կուղարկեն որևէ հանձնաժողով քննարկման եւ այդտեղ էլ կմնա հարցը։ Եվ փաստացի այս ճանաչման գործում Իսրայել-Հայաստան հարաբերությունները չկան։ Հիմնականում Իսրայել-Թուրքիա հարաբերություններն են։ Եվ հենց այս ամեն ինչով փաստացի Իսրայելը փորձում է, բայց ի վերջո իրեն ինչ է տալու այս ամեն ինչը, միայն լարվածություն Թուրքիայի հետ, տարածաշրջանում ինչ կարող է փոխել, եթե ցեղասպանությունը ճանաչվի։ Տեսեք, հենց մեզ հայկական կողմին հայերից շարքային ես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ազգությամբ հայ, ում կապ չունի Իսրայելն թե որևէ այլ պետություն, երբ որ մեր ազգային աղետը օգտագործում է նեղ քաղաքական շահերի համար, առնվազն դա տհաճ է եւ անընդունելի, հա։ Ներկայում էլ փաստացի մենք նման յողության ականատես ենք։ Դա է պատճառը, որ որևէ ոգևորություն շահագրգռվածություն չկա այս հարցի հետ կապված։ Օրինակ, եթե նկատելի լիներ, որ Իսրայելը այս քայլին գնում է բարոյական, այսպես ոչ քաղաքական շահարկումներով, այո, բարոյական, պատմական, իրավական այս մղումներով դրդված, բնականաբար շատ ավելի ոգևորված անգամ քաջալել էինք Իսրայելի գործողությունները, անգամ ես կոչ կանեի կառավարության որպես փորձագետ որևէ կերպ արձագանքել։ Բայց քանի որ ներկայում դեռևս ճանաչումը թերի է, ամբողջական չէ, որովհետև մենք քննարկեցինք այս հարցը, ամբողջական կլինի, եթե Քնեսետը ընդունի, այո, եւ որևէ երաշխիք չկա, որ ճանաչումը վերջնական կլինի, եւ նաեւ ինչպես դուք էլ նշեցիք, այս խնդրի, այս հարցի ակտուալացումը էլի պայմանավորված է բացառապես Իսրայել-Թուրքիա հարաբերություններով, եւ որևէ կերպ այսպես պայմանավորված չէ ոչ Իսրայել-Հայաստան, ոչ անգամ Իսրայել եւ Իսրայելահայ համայնք, չէ։ Սփյուռքը շատ հաճախ ասում են, որ Սփյուռքը այստեղ շատ մեծ դեր ունի։ Դեր ունի, բայց փաստացի այս դեպքում անգամ Սփյուռքի դերակատարումը չկա, ընդհանրապես Իսրայելի ներք քաղաքական շահերն են։ Սա է պատճառը, որ այսպես ես չեմ ակնկալում, որ այս անգամ ճանաչումից հետո հնարավոր են շատ լուրջ այսպես տեղաշարժեր Հայաստան-Իսրայել հարաբերություններում։ Իհարկե կան փորձագետներ, որոնք նշում են, որ այս դիրքորոշումը Իսրայելի պայմանավորված է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ, Իսրայելը դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր, Իրանում տեղ ունեցած պրոցեսների հետ այդ պրոցեսների համատեքստում, այսինքն այս տարածաշրջանում Հարավային Կովկասում փորձում է մեծացնել ներկայացումը եւ դրա համար գնում է այդ քայլերի, բայց այս վարկածները քիչ թե շատ հիմնավոր կլինեն, եթե օրինակ այս կառավարության բանաձև ընդունելուց առաջ կամ հիմա ինչ որ կերպ ուրեմն լիներ երկխոսություն Հայաստանի եւ Իսրայելի միջեւ, իսկ նման երկխոսություն չէ, այսինքն զանգ չի եղել Իսրայելի արտգործնախարարի կողմից, մեր կողմից ինչ որ նախաձեռնություն չի եղել, բայց օրինակ կարող եմ ասել, որ եղել է բանաձևի ներկայացումից առաջ եղել է հեռախոսազրույց Իսրայելի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, այսինքն սա հստակ խոսում է այն մասին, որ իսրայելական կողմը այս քայլին գնալուց առաջ մեկ կարևոր, այսպես ասեմ, մտահոգություն ունեցել, դա Ադրբեջանի երկխոսությունն է, Ադրբեջանի դիրքորոշումն է եւ երկխոսության միջոցով փորձել են ուրեմն կարգավորել այս հնարավոր խնդիրը։ Հետևաբար Հայաստան-Իսրայել հարաբերություններում տարածաշրջանում կարծում որևէ բան չի կարող փոխել, բայց միևնույն ժամանակ իհարկե չեմ կարող նսեմացնել Իսրայելի ճանաչման կարևորությունը։ Ինչու, որովհետև Իսրայելը այնուամենայնիվ ներկայացնում է այն պետությունը, այն ժողովրդի պետությունը, որը եւս ապրել է ցեղասպանություն, հոլոկոստ եւ այսպես ասեմ, գոնե բարոյական առումով առաջինը պետքա վշտակցեր մեր ժողովրդին, որը նախկինում տեղի չի ունեցել։ Եվ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թե Իսրայելը եւ թե ընդհանրապես հրաժողովուրդը ունի շատ մեծ լոբիստական, այսպես
ցանց ամբողջ աշխարհում այս օրենքը եթե ընդունվի կնես որ Իսրայելը ամբողջովին ճանաչի այս օրենքի վրա հղում անելով իսրայելական տարբեր կառույցներ, հրեական տարբեր լոբիստական խմբեր կարողանան հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը առաջ մղել աշխարհում դա որպես այդպեսին գուցե Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չտա բայց օրինակ նույնիսկ Թուրքին կամ այն կառույցները որոնք աշխատում են հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ բնականաբար նրանց աշխատանքները շատ ավելի դյուրին կդարձնի Այս նախագիծը Իսրայելի կառավարությունն է առաջ բերել եւ ոչ պետությունը եւ դուք ձեր հարցազրույցներից մեկում եւս անդրադարձել եք, եթե չեմ սխալվում այս թեմային, որ պետության պաշտոնական ճանաչումն այլ է, կառավարության ճանաչումը այլ։ Մի փոքր խոսենք նաեւ սրա մասին, որտեղ է տարբերությունը, ինչու է կարեւոր, որ նաեւ հենց պետությունը ճանաչի եւ կառավարության ճանաչումը այդքան էլ կարելի ասել մեծ խնդիր չի լուծում։ Տեսեք, ամեն ինչ կամ այս հիմնավորումս պայմանավորված է Իսրայել պետության կառավարման համակարգով։ Իսրայելը խորհրդանական պետություն է։ Այսինքն այստեղ կարևոր է խորհրդանի կողմից ճանաչումը։ Իսկ կառավարության ճանաչումը դա մասնակի ճանաչում է։ Այո, ես նշում եմ, որ եւ հերթական անգամ հավաստում, որ սա մինչեւ այժմ Իսրայելի պարագայում ամենաբարձր մակարդակի ճանաչումն է։ Սրանց առաջ օրինակ ճանաչել է 2010-ականների կեսին, եթե չեմ սխալվում, խորհրդանի կրթության, գիտության եւ մշակույթի, եթե չեմ սխալվում, հանձնաժողովը։ Խորհրդանական հանձնաժողով ճանաչել է, հետո դիմել է Քնեսետին, որպեսզի ամբողջական խորհրդանը ճանաչի, բայց այդ քվեարկությունը այդպես էլ տեղի չունեցել։ Պարզ պատճառով դեռ այդ ժամանակահատվածում Իսրայելի շահերից չէր բխում։ Ավելի ուշ 2000, եթե չեմ 17 թվականին ընդդիմադիր խմբավորումներից մեկը Գաղապագա կուսակցություն, եթե չեմ սխալվում, իրենք դրել են լիագումար նիստին քվեարկության, եթե չեմ սխալվում, անգամ քվեարկության չէր հասել, որակարգից դուրս էր բերվել։ Դրանց հետ ամենաբարձր մակարդակի ճանաչումը վարչապետ Նեթանյահուի ճանաչումն էր, որը բանավոր խոսքով ընդամենը հերոստահաղորդման ընթացքում անցյալ տարի օգոստոսին ասել էր, որ ճանաչում կամ հաղորդավարը հարցել էր, իսկ դուք ճանաչում եք, նա ինչ որ գլխով նշան էր արել, որ սա կարելի համարել իմ կողմից ճանաչում։ Այսինքն այս կառավարության ճանաչումը ինքը ամենաբարձր մակարդակն է, բայց ինչպես արդեն նշեցի, լիարժեք չէ, ամբողջական չէ, որովհետև պետք է ճանաչումը լինի պետության կողմից օրենքի ընդունման, որը կստորագրվի նաև նախագահի կողմից եւ վերջնական տեսք կստանա։ Ինչու է սա կարևոր։ Օրինակ, տեսեք, մենք երբ որ Միացյալ Նահանգների մասն ենք խոսում, դա դասական նախագահական կառավարման համակարգ ունեցող երկիր է։ Դրա համար մեզ համար շատ կարևոր թե ամեն տարի ապրիլի 24-ին նախագահը ինչպես ինչ ուղերձ կհղի եւ ինչ բնորոշում կտա ցեղասպանությանը։ Օրինակ Բայդենը երկու անգամ նշել էր ցեղասպանություն եւ դա համարեցինք, որ Միացյալ Նահանգները քանի որ նախագահական պետություն է, Բայդենի ուրեմն նախագահի մակարդակով ճանաչում է։ Տրամպը եկավ նորից սկսեց նշել մեծ եղել շատ པարզ հիմնավորման, որտեղ փորձում են Թուրքիայի հարաբերությունները կարգավորել, բայց հղում անելով Բայդենի ուրեմն հայտարարությունների ուղերձներին կարող ենք ասել Միացյալ Նահանգները ճանաչում։ Հիմա Իսրայելի պարագայում չեն կարող ասել, որ ամբողջովին ճանաչել է, որովհետև կրկնում խորհրդանական պետություն է եւ այստեղ կարող է որպեսզի խորհրդանը օրենքի մակարդակով ընդունի նման որոշում։ Հայաստանը ոչ մի արձագանք չի տվել եւ վերջերս վարչապետը նույնիսկ անդրադարձավ այդ հարցին եւ ասաց, որ չեն ընդունում ինչու մեկնաբանություն չեն տալիս, ուղղակի չեն ուզում հայոց ցեղասպանություն ինչ որ զենքայնացման թեմա դարձնել։ Դուք եք կարծում, որ այո, պետք չէ որևէ արձագանք տալ, որովհետև ինչպես ձեր խոսքում նշեցիք, սա բացարձակապես Իսրայել եւ Հայաստան հարաբերությունների մասին չէ։ Տեսեք, այնուամենայնիվ ես էլ նաեւ իմ խոսքում նշեցի, որ տհաճ է առնվազն եւ անգամ անընդունելի, երբ որ մեր ազգային աղետը օգտագործում է քաղաքական ինչ որևէ պետություն օգտագործում է քաղաքական նպատակներով։ Կրկնում, եթե Իսրայելի այս քայլը բարոյական, պատմական, իրավական մողումներով լիներ, կարելի առնվազն
ցափարել եւ շնորհակալություն են, բայց դա չկա, մենք խոսեցինք այդ մասին։ Եվ գումարած դրան, ինչպես արդեն նշեցի, ճանաչումը ամբողջական չէ։ Երբ որ լինի վերջնական ճանաչում, կարծում եմ այնուամենայնիվ դա պետք է ողջունել։ Չնայած որ այս պահին բավականաչափ նուրբ եւ զգայուն կարգավորման գործընթաց կա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ կարծում որ Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը նաեւ դրանով է պայմանավորված, որ որևէ կերպ փորձ է արվում չխոչընդոտել կամ խնդիրներ չառաջացնել այս գործընթացի համար, որտեղ գոնե ես որպես փորձագետ որ դիտարկում եմ Թուրքիայի համար անհրաժեշտ են, այսպես ասեմ, նվազագույն առիթներ, որպեսզի իրենք հիմնավորեն, թե ինչու են հետաձգում անընդհատ դեռևս 2022 թվականից ձեռք բերված պայմանավորվածությունները առնվազն սահմանի մասնակի բացման հետ կապված, հա, իսկ մնացած բոլոր քայլերը, որ մինչև հիմա արվել են, դրանք ընդհանրապես ձևական քայլեր են, ցույց տալու համար, որ օրակարգում կա Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթաց։ Հիմա չի բացառում, որ եթե Հայաստանի կողմից որևէ արձագանքներ, ես անգամ վստահ եմ, անգամ սրա փորձն էլ կա, գիտեք, եթե չեմ սխալվում 2020 երևի թե 3 կամ 22 թվականին, երբ որ Բայդենն առաջին անգամ ցեղասպանություն անվանեց, այդ ժամանակ էլ ընթանում էր Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթաց, եւ նաեւ իհարկե երբ որ Հայաստանում բացվեց Նեմեսիսի արձանը, այս երկու խնդիրները թուրքական կողմը դարձրել են պատճառ առիթ հիմնավորելու համար, թե ինչու չեն գնում պայմանավորվածությունների կատարման։ Այնպես որ եթե հայկական կողմից այս պահին լինի արձագանք, նույն կերպով կարծում եմ, որ թուրքական կողմը դա օգտագործել է, չնայած որ կրկնում եթե վերջնական ճանաչում լինի, այնուամենայնիվ կարծում որ գոնե Արգոս նախարարության լավ այսպես X-ի հարթակում ողջույնը պետք է լինի։ Եվ ձեր գնահատմամբ ինչ պետք է վերջո լինի, որ Իսրայելը ամբողջությամբ ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Օրինակ Ադրբեջանում հայկական քրեական համայնքները հաճախ ասում են, որ սա կարող է ազդել այս ամբողջ խաղաղության գործընթացի վրա, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, եւ եթե Իսրայելը ճանաչի, այնուամենայնիվ դա Իսրայելի ճանաչումն է, դա որ ուղղությամբ կտանի, արդյոք էլի թե Ադրբեջանը, թե Թուրքիան սա կդարձնեն, կարելի ասած, մատի փաթաթան եւ կրկին ամեն բան կհետաձգվի։ Անկախ նրանից Հայաստանը դա կողջունի, Հայաստանը չի ողջունի, նաեւ այս տեսանկյունից։ Դուք խոսեցիք Հայաստանի ողջունման տեսանկյունից ինչ կարող է լինել, բայց եթե Իսրայելն է դա ճանաչում, Հայաստանը կապ չունի այդ որոշման հետ։ Ես հասկանում եմ, շատ տրամաբանական հարց եք տալիս իրականում, այսինքն եթե Թուրքիան եւ Ադրբեջանը ուզեն, իրենք ամեն կերպ կարող են այս հարցը օգտագործել։ Ես այդ մասին նշեցի եւ թերևս սրանով է պայմանավորված, որ հայկական կողմը այս պահին բավականաչափ զգուշավոր է, բայց ներկայում էլ թե Ադրբեջանը եւ թե Թուրքիան փորձում են շանտաժի միջոցով, հատկապես Ադրբեջանում, հա, նման միտումներ նկատվում են, չոր նախազգուշացումների միջոցով թույլ չտալ, որպեսզի այդ ճանաչումը տեղի ունենա, որտեվ որոշակի առումով Իսրայելի եւ ներողություն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև դերաբաշխում էր եղել վերջին մի քանի տարիների ընթացքում, քանի որ Թուրքիայից էլ հարաբերությունները լարված էին, Իսրայելում թուրքական շահերը փորձում էր առաջ մղել նաեւ Ադրբեջանը իր համայնքի միջոցով, որտեղ Ադրբեջանը Իսրայելում ունի բավականաչափ մեծականակ եւ ինչու ոչ որոշակի ազդեցիկ համայնք եւ նույնը նաեւ հրեական մեծ համայնք կա Ադրբեջանում։ Այս մակարդակում բացի դրանից Ադրբեջան-Իսրայել ռազմավարական բնույթի հարաբերություններն են մշտապես օգտագործվել եւ ասեմ ձեզ, օրինակ ես երբ որ ընթերցում էի իսրայելական մամուլում տարբեր վերլուծություններ այս իրավիճակի հետ կապված, արդյոք արժի որ Իսրայելը ճանաչի եւ այլն, մի շատ կարևոր բաղադրիչ նվիրված էր այդ վերլուծություններում հենց Ադրբեջանի դիրքորոշմանը եւ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին չվնասելու այս անհրաժեշտությանը։ Այդպես որ այս պահին առնվազն տեսեք, քանի դեռ չկա այս գործընթացը, մինչև այսինքն
վերջնական ճանաչման պահը, հատկապես Ադրբեջանը փորձել է շանտաժի թույլ չտալ, որպեսզի այդ ճանաչումը տեղի ունենա։ Բայց եթե տեղի ունեցավ, իրենք շատ հանգիստ, եթե իրենց անհրաժեշտ է, անկախ նրանից Հայաստանը այստեղ ազդեցություն ունի, թե չէ, ներգրավություն ունի, թե չէ։ Եվ նույնն է Իրենք այո, կօգտագործեն։ եթե իրենց պետք լինի, Բայց կօգտագործեն։ այդ խաղաղության գործընթացը իրենց պետք չէ, որ կարող են այս առիթը եւս օգտագործել ու անընդհատ ձգձգել։ Այս խաղաղությունը նաեւ իրենց համար է, չէ։ Տեսեք, խաղաղության գործընթացը իրենց պետք է, բայց կոնկրետ քայլեր անելու համար, գործընթացը հասել է ինչ որ փուլի, երբ ակնկալում են եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից կոնկրետ առարկայական շոշափելի քայլեր։ Ոչ թե անընդհատ ինչ որ ոչ Հողի վրա հիմնավոր, ասենք, փաստարկներով անընդհատ այդ քայլերը ձգձգել, այլ անել քայլեր։ Կոնկրետ Թուրքիայի դեպքում սահմանը բացել, ինչու չեն բացում, ասում են, եթե Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ պայմանավորեն, այդ դեպքում մենք էլ այդ պայմանավորությունների հիման վրա մեր քայլերը կանենք։ Հիմա Ադրբեջանն ասում է, մինչև Հայաստանը սահմանություն չփոխի, մենք ենթադրենք խաղաղության համաձայնագիր չենք ստորագրի, եւ այսպես process-ը դանդաղ կընթանա եւ մասնակի կընթանա։ Հիմա նրանց փաստացի եւ նայեք, հիմա եթե մինչև ընտրություններ ունեք Հայաստանում ընտրությունները, այս ադրբեջանական կողմի հիմնավորումը հատկապես կանխատեսել էր, որովհետեւ լինելու էր ընտրություն եւ ընտրությունից հետո հնարավոր իշխող քաղաքական ուներ Հայաստանում ավելի շատ ձայներ հավաքեր եւ ունենար իրականում իրավական հնարավորություն հանրաքվե իրականացնելու, պարզ է որ օգտագործելու են այս ուրեմն պատճառ այս նախապայմանը, որպեսզի Հայաստանում սահմանադրության փոփոխության գործընթաց գնա։ Բայց հիմա քանի որ օբյեկտիվորեն այդ հնարավորությունը չկա եւ Ադրբեջանը եւ Թուրքիան իրոք որ կողմից էլ ուզում ես նայի, իրեն շահերից էլ է բխում, որպեսզի այս կարգավորման գործընթացը արագ ընթանա։ Իրենք պետք է փաստացի գնան կոնկրետ քայլեր, այսինքն ես համակարծիք եմ ձեզ հետ։ Իրենք ոչ թե պետք է փորձեն արհեստական, այսպես անհիմն ոչնդոտներ առաջ բերեն, այլ հակառակը օբյեկտիվ իրողությունները հաշվի առնելով գնան կարգավորման, տեսնենք ինչպես կստացվի։ Շնորհակալություն շատ։ Հիշեցնեմ ռադիոլսողներին, որ դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը, ես Գայա Սոյանım կհանդիպենք։